Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսերի ժողովուրդ, այսօր հոկտեմբերի 8-ն է, տեղական ժամանակով ժամը 9 և խոսում է Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներից։ Ես գիտեմ, որ իմ բազմա 100,000-անոց աուդիտորիան կարոտով է սպասում այս հաճելի ձայնին, իմ հաճելի հաղորդումներին, իմ բացահայտումներին, բայց ժամանակավորապես մենք հայտնվել ենք նման վիճակի մեջ, ինձ թվում է մոտապակայում ամեն ինչ կշտկվի և մենք անպայման կվերարտադրենք և կվերականգնենք մեր հաղորդումները։ Ուզում եմ ասեմ, որ շատ շնորհակալ եմ բոլորիցը ձեր աջակցությունների, ձեր ջեր և բարի խոսքերի համար։ Վարդան Ղուկասյանը կա և մնում է նույն մարտունակ Վարդան Ղուկասյանը։ Հիմա ես ուզում եմ շատ կարճ հայտարարություն անեմ կապված Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ, ինչպես տենում ենք բավականին ակտիվություն են ուզում ցուցաբերել և վերարտադրվել ռոբասերժական երևույթները, որոնք որից 5 տարի ցեմենտ բիտոնով պահում են Նիկոլ Փաշինյան վիժվածքի աթոռը։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը դա պարլամենտական պետություն է և ինչ վիճակի մեջ որ հիմա գտնվում է այս երկիրը պատասխանատալիս պարլամենտը իր բոլոր դեպուտատներով, ընդդիմադիր թե ոչ ընդդիմադիր։ Այս պարլամենտը հանձնեց Լեռնային Ղարաբաղը։ Այս պարլամենտը 150,000 մարդու շինեց փախստական, ցրեց ամբողջ աշխարհով մեկ։ Այս պարլամենտն ապահովում Նիկոլի աթոռը։ Այս պարլամենտը հանձնեց Կիրանցը և այլն և այլն և այլն։ Այս նույն պարլամենտը կազմակերպվեց հայաքվեն, ինչ-որ սերտիֆիկատով հող էին ուզում պահեին, 50,000 այո ոչ հավաքեցին։ Ցանկացած նորմալ երկրում, եթե դուք կլինեք ասեք, դուք կողմ եք, որ մենք մեր հողը հանձնենք սրան կամ նրան, մենակ այդ արտահայտության համար ձեզ կդատեն։ Նորմալ երկրում։ Սրանք հելադիա շոու սարքին են ասպրամասպրամներով, այո ոչերով, բագրատեստերով, հանին թայլսրին, բերին ժողովրդին լցին հրապարակի մեջտեղը վերցումասից ցավառեք տներով։ Իային դաշնակ մաշնակներով, որոնք հել է փողոցներն էին չափում հայր մեր ասելով, խապին, հիմա նորից ուզում են վերարտադրվել։ Հիմա նորից ասում են, մենք նորից ուզում են գանք, 5 տարի նստած եք, ինչ արեցիք, ինչի հասցրեցիք այս երկիրը, Ռոբիկ ու Սերժիկ, ու ձեր կողի թուլեկն էլ հլնում են Վարդան Ղուկասյանի բարեմասություններն են ծանում, այդտեղից Վարդան Ղուկասյանին ադվոկատի փող։ Եղել եմ 10 տարի Հայաստանի Հանրապետության նախագահ, երկիրը թալանել են, հիմա են ադվոկատի փող եմ տալը, այդտեղից բոզվի տղա, այդ հարցը տվողին եմ, այդ պատասխանը տալի ես, այդ հարցը տվողը թող հարցը տա Ռոբերտ Քոչյանի եթմին ընկեր լովիկին, որ դու գնացիր բանակ ծառայեցիր, եկար ու միլիարդ 750 միլիոն դրամ կապիտալ ունեիր որի տակ դրած, ծղա ջան, քեզ այդ գումարները որտեղ է, Վարդան Ղուկասյանի որտեղ է ադվոկատի փող, սաղալ են Վարդան Ղուկասյանի հետևորդները, աջակիցները և ընկերները, այդ այդտեղից։ Հարգելի ժողովուրդ, ուզում եմ կոչ անեմ ձեզ, խեղդերդ հավաքեք գլուխներդ և սթափվեք, Ռոբերտ Քոչարյան, Նամանավանդ Սերժակյան, դրա կողիների և դրա նմաններից հեռու մնացեք, այդ 3 գլխանի վիշապից հեռու մնացեք։ Հիմա էլ ասում է Ռոբիկը ես դաշնակի բան եմ կոալիցիայում ուզում կազմեմ Տաշիրի հետ։ Ում ռեյտինգը որ բարձր կլինի, նա էլ կլինի վարչապետ։ Այսինքն էլ մի հատ էլ երկուսով է իրար դե պիտի բռնաբարեն, թե ով ալնելու վարչապետ։ Ընկեր Տաշիրին մենք տվել էինք Հայաստանի էլեկտրոցանցերը։ Օրը 18 ժամ գտնվում էինք անլույս պայմաններում նստած։ Այդ նույն Տաշիրը աշխատացնում էր Տաշիր պիցաները, սեփական մատուցողի վրա սենդվիչ ու պիցա էր սախում, ինքնիա մատուցողի վրան, այդ չեմ ասում ժողովրդի վրան են անորակ մսամթեր կիվալն։ Մեռանք հրապարակելով, մեռանք ցույց տալով։ Այսօր ասում է Հայաստանը պիտի սարքեն բարեկեցիկ երկիր։ Իրոք։ Բայց 20-25 տարի միլիարդի մեջ նստած է Սամվել Կարապետյան, ինչի՞ չես սարքան բարեկեցիկ երկիր, ինչի՞ մարդկանց թողն լիֆտի մեջ, ինչի՞ լուսնանջատը մեր վրան, ընկեր Սամվել, դու մի հատ էլեկտրոցանց չես կարում պահես, լավ էլի, լավ, երիք այս մարդկանց դնեք ոչխարի տեղ, հիմա ուրախացել եք, որ Վարդան Ղուկասյան չկա նախոսա, Վարդան Ղուկասյան կա նախոսա, ասում է Բերդից ո՞նց է խոսում, Բերդում հեռախոս կա, անգրագետ տավաշ, տանը խոսում ենք։ Սիրելի ժողովուրդ, մի տրվեք ոչ մի տիպի սրանց խոսքերին և խոստումներին, այս թալանչիներին և հանցագործներին, այս Նիկոլի աթոռը պահող վիժվածքներին։ Այո, ընդդիմադիր մարդիկ կան, որոնք որ ուզում են այս երկիրը պրծցնել այս երեքից, և իմ դռները բաց են
նման ընդդիմադիր մարդկանց եւ անհատների նկատմամբ։ Լիքը կռված տղեկ կանեն, երկրապան չկա, այլևս գոյություն չունի, զինվորական ժողովուրդ, որոնք իրենց մեդալները, կոչումները, սա շպրտեցին այս իշխանության, քիթուբենին եւ լավարեցին։ Իմ դռները բաց են նման մարդկանց նկատմամբ, որոնք այս երկիրը արյունով են պահել եւ շարունակում են պահել, ձեռ են կորցրել, ոտք են կորցրել, կյանք ու առողջություն այս հողի վրան, որ այդ հողը մնա մեզ։ Եկա դերասան ընկեր Մկոն առանց ամաչելու ասում է 2 մետր հողի համար կռվեն կանեն։ Ես էլ գիտեմ թե էդի նորմալ մարդ է։ Ընկեր Մկոն տանիցը քո ճամբախից 2 մետր հարևանի տուն կտաս։ Դե մի հարևանը գասի բալկոնը տունից կտաս, չես տա չէ։ Այդ քո նման մտածողները, քո նման խոսացողները ծովիցով Հայաստանը շինեցին մի հատ շեմուշկի հատիկ քարտեզի վրա։ Էդ էլ եք ուզում թուրքին տակ։ Գնաց հորքից 10 սանտիմետր հող ուզի, դենամ կտա 10 սանտիմետրից իա եղած բարեմասությունը քեզի կտա, մկո։ Դու չես ամաչում քո այդ եկա բոյնու բամբուսատով, ես է գիտեի թե դու նորմալ մարդ ես։ Ու դες մարդիկ դեռ կան են, որ ասում են 2 մետր հողի համար գնա կարուն տապենք։ Այդ ես չեք դուք խոսում, ես չեք դուք մտածում, ես ինչ ազգ եք դուք դառը, կամ էլ ֆեդերալ նշանակության բորնիկը, որ բանը Էրդողանի գիրկը խփե դոշի վերային բանը Սևանի վրա ցուկա ուտան։ Բամասել իա ազգը կոտորած, երկրի կառավարության գիրկը ղեկավարի գիրկը խփի դոշին ու չգիտեմ նստածի մարդս կարդաց պարտարես գիրկը, հիմա ես եմ կարդում, դրա բայրակթարն էր մեր զինվորներին խաշում ու վառում ու թափում, լավ դուք չեք ամաչում, դուք էսի վիշվավքի ծնունդ եք, լավ, մեկը չեկա ձեր բերանը թակի բաց ինձանից, դեսպանատան շենքի, նպատոստատկան շենքի մեջ մարդ են մորթը, կերտազագրեր են բերում, ես մինչեր են անում, համենքի ղեկավար են քյուլում, հոգևորական են դատում, ազատ խոսքի համար ասեն Հայաստանը դեմոկրատական երկիր է, բայց հոգևորական են ազատ խոսքի համար դատում են։ Էս եք դուք։ Ու այդ բոլորով նորից ուզում եք վերարտադրվեք, դուք իմ ոտերը կուտեք, բայց դուք չեք վերարտադրվի։ Ոչ մեկը։ Հա, կունենաք ձեր զոմբիները, որ կեցնքը քվյարկեն ձեր համար։ Անցրակ կեղծիկներով կարող է մի 10% էլ օղի ստանեք այդ կեղծանձնագրերով։ Բայց մնացածը հետո, բա մյուսը ձայները։ Սիրելի ժողովուրդ, զինվեք համբերությամբ, ես կամ, ես կմնամ։ Ես ձեր հետ եմ, դուք իմ հետ եք։ Եվ այն բոլոր մարդիկ, որոնք sense առհամարանքով, ատելությամբ եւ չսիրողությամբ են նվիրված նրանց երկրի նկատմամբ, այդ մարդիկ այդ երկրում տեղ չունեն։ Մենք ցույց չենք տա, որ մեր երկիրը ծվեն անեն։ Մակոներ կլնեն, ես միշտ դերասաններ ու արտիստներ կտնեմ, պնակալեսներ, հակտան գործիչներ կլնեն, որոնք թալանում են։ Ռոբերտ Քոչյանը միա թուրքական սվիտերով եկավ Ղարաբաղից ու հանրապետության կեսը իաննա, ու մինչև հիմա հələ որ իա բուկուկ են բռնականցն, ու լը չեն բռնականցն, բռնագրավում ու արգրավում։ Բռնագրավեք։ Ռոբիկի, Սերժիկը ոչ մի անօրինական գույք չունի, հարազուրա լապրմո, էս սրանք, այս երեքն են, այս ազգի քաղցկեղազին բջիջները։ Բայց ես անպայման կբուժեմ ժողովուրդ ջան։ Ինչևից է կուլտուրական բառապաշարից համար ներողեք, ձեզ սիրող եւ հարգող Վարդան Ղուկասյան, անպայման կհանդիպենք, հետևեք իմ տելեգրամյան կանալին։ Հաջողություն։